Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1639-րդ օրն է, ձեզ համար կարևոր ռազմաքաղաքական նորություններ կան։ Այսօրվա թողարկմանը կուզեի խոսել ձեզ հետ հետևյալից. Դոնալդ Թրամփի վարչակազմի գաղտնի խաղերը, Սպիտակ տանը քննարկվում է Իրանին միջուկային հարված հասցնելու սցենարը, մինչդեռ Թրամփի հատուկ բանագնացը գաղտնի այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, Պուտինին անձնական ողջույն փոխանցելու, Ռուսաստանի ամառային հարձակողական արշավի վերջնական տապալումը եւ Կրեմլի անդեմ բալիստիկ հարվածները Կիևին, որոնք այլևս ոչ մի ռազմական արդյունք չեն տալիս, ուկրաինական հեռահար Ֆլամինգո հրթիռների եւ հարյուրավոր անօդաչուների աննախադեպ պատասխանը, ինչպես է Մոսկվան գիշերները անընդմեջ հայտնվել օդային շրջափակման մեջ եւ ինչպես են ուկրաինական դրոնները հասել Ուրալ, հարվածելով Բաշկիրիայի նավթավերամշակման գործարանին եւ Ձերժինսկի ռազմավարական պայթուցիկ նյութերի հսկային, Ուկրաինայի զինված ուժերի հաջող օպերացիան Բրյանսկի մարզում, Իսկանդերների արգելափակումը, որը Ռուսաստանին զրկում է կոնվենցիոնալ պատերազմի վերջին հաղթաթղթից, Կրեմլի նավթավերամշակման ոլորտի ջախջախումից եւ Ռուսաստանի բանկային համակարգի փլուզումից կխոսենք եւ նաեւ ինչու է Ռուսաստանի բնակչությունը ռեկորդային տեմպերով բանկերից հանում տրիլիոնավոր ռուբլիներ եւ ինչպես է Ադրբեջանը դարձել ըստ որոշ տվյալների ռուսական ոսկու լվացքատուն, կխոսենք նաեւ ծովային պատերազմի նոր փուլից, Օդեսայի եւ Նովորոսիսկի նավահանգիստների փաստացի շրջափակումը եւ ինչու է Ռուսաստանը ավելի շատ տուժել սեփական սադրանքից, ինչպես նաեւ անձնական հպարտություն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դիվանագետների եւ հայ հոգեվորականների սխրանքը, ովքեր ռմբակոծությունների տակ շարունակում են մնալ մեր Ուկրաինայի հայերի կողքին, այս եւ այլ կարեւոր մանրամասների մասին կխոսենք մեր այսօրվա եթերում, բայց նախքան եթերը սկսելը ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ալիքի լսարանին, հարազատ դարձած մարդկանց, շնորհակալ եմ ձեր անկեղծության, աջակցության, ճշմարտությունը իմանալու ձգտման եւ ճշգրիտ տեղեկատվությունը տարածելու ցանկության համար, որպեսզի մեր մյուս հայրենակիցները նույնպես հնարավորություն ունենան իմանալու, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, Հայաստանի շուրջ եւ ընդհանրապես աշխարհում ու մասնավորապես մեր եվրոպական մայրցամաքում, անցած եթերում անդրադարձա հայության եվրոպական պատմությանը, որը կապված է ամուր Ուկրաինայի հետ, բայց բացի Ուկրաինայից կան նաեւ Ռումինիան, Լեհաստանը, ընդհանրապես հայ ժողովուրդը ունի բազմադարյան եվրոպական պատմություն, որի մասին մոսկովյան պրոպագանդան աշխատում է, որպեսզի մենք մոռանանք, բայց իհարկե մենք չենք մոռանալու։ Սկսելով իմ եթերները ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ կգտնեմ նման լավ լսարան։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կանք միմյանց կյանքում, չափազանց հաճելի է տեսնել, թե որքան համերաշխ եք դուք նաև միմյանց հետ։ Զուր չէ ժողովրդական ասացվածքը ասում, որ լավը դեպի լավն է ձգտում։ Դուք մարդիկ եք, ովքեր դարձել են իմ հպարտությունը, հենց դուք եք հույս տալիս, որ բազմամյա կայսերական ռուսական ճնշումը չի կոտրել մեր ժողովրդին եւ կան ձեզ նման իսկականները, ովքեր կերտելու են մեր հայրենիքի եւ ազգի ապագան։ Շնորհակալություն ձեզ, դուք անսահման դրական եւ բարի մարդիկ եք, ովքեր ինձ համար հարազատ են դարձել, ինչպես ասացի, եւ ինչպես հարազատների հետ ձեզ հետ կկիսվեմ մի ուրախալի լուրով, որդիս 3-րդ վիրավորումից հետո հազիվ էր հասցրել վերադառնալ ռազմաճակատ, երբ հատուկ ծառայությունների համար նրան պարգևատրեցին եւս մեկ արտահերթ արձակուրդ տվեցին։ Դեռ ինձանից էլ են թաքցնում, թե ինչ է հասցրել անել այս 3 շաբաթների ընթացքում։ Դե կոնդեցու արյունը այդպիսին է, մենք աշխուժ ենք, այսպես ասեմ։ Հուսով եմ օգոստոսի վերջին կհավաքեմ երեխաներիս եւ թոռնիկիս միասին եւ գոնե մի քանի օր կլինենք միասին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրվում էին, աղոթում էին, որ մեր զինվորը անվնաս մնա։ Իսկ այժմ անցնենք մեր եթերի կարևոր նորություններին։ Ռուսաստանի ամառային հարձակողական արշավը վերջնականապես տապալվել է։ Օգոստոսի վերջին Պուտինի զորքերը որևէ առաջխաղացման կամ հաջողության մասին խոսելու նույնիսկ չնչին շանս չունեն։ Բացառությամբ հնարավորի պատմությունների, գիտեք չէ, ինչ որ բնակավայրեր են հորինում եւ հերոսաբար գրավում։ Ճիշտ այդպես էլ նրանց համար մանևրելու տեղ չի մնացել Ուկրաինային հասցվող բալիստիկ հարվածների հարցում։ Դրանք այնքան միօրինակ ու անիմաստ են, որ նախորդ եթերում ես նույնիսկ մոռացա ձեզ պատմել,
պատմել, որ այդ նույն եթերի օրը նրանք բալիստիկ հրթիռներով 2 անգամ հարվածել էին Կիևին, ավելի ճիշտ կլինի ասել փորձել էին հարվածել։ Պատկերացնում եք, 2 անգամ գրոհել են Կիևը, ես պարզապես մոռացել եմ այդ մասին պատմել, որովհետև իրենց քվազի բալիստիկ կամ հյուսիսկորեական հրթիռներով կամ ոչ միտեղ չեն դիպչել, կամ էլ այն ոչ բնակելի շենքերը, որոնց մոտակայքում ընկել են հրթիռներն ու բեկորները, պարզապես որևէ ռազմական նշանակություն չունեն։ Չնայած դրան, ռուսները հարվածների յուրաքանչյուր ալիքից հետո ֆանտաստիկ բովանդակություն են գեներացնում ռազմական գործարանների, պահեստների ու նավերի իբր խոցման մասին, թեև իրենց համար լավագույն, իսկ ըստ էության խայտառակ ոչ ռազմական արդյունքը երկու քաղաքների միջև երթևեկող ուղևորատար գնացքի լոկոմոտիվին հարվածելն է։ Պուտինյան բանակը հուսահատությունից այնքան է տարվել քաղաքացիական անձանց հարվածելով, որ սկսել է հպարտանալ այնպիսի բաներով, որոնցից ուրիշները կամաչեին, իսկ երբ պատասխան են ստանում Ուկրաինայից, սկսում են աղաղակել խաղաղ բնակիչներին հարվածելու մասին, թեև դժվար է խաղաղ անվանել այն մարդկանց, ովքեր ապրելով Ռուսաստանում Ուկրաինայի դեմ ագրեսիայի ֆոնին ընտրել են Պուտինին։ Երեքշաբթի գիշերը Մոսկվան հայտնվեց օդային շրջափակման մեջ, ուկրաինական դրոնները թռչում էին ամբողջ մարզով, գտնելով Ռուսաստանի մայրաքաղաքի ՀՕՊ-ի համակարգի խոցելի տեղերը։ Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական դրոնների զանգվածային հարձակման։ Իշխանությունների պաշտոնական հայտարարությունների համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչել է ավելի քան 600 դրոն, որոնցից ըստ իրենց ավելի քան 180-ը խոցվել կամ ճնշվել են ՀՕՊ-ի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով հենց տարածաշրջանի օդում։ Սպառնալիքի պատճառով Վնուկովը, Դոմոդեդովը եւ Ժուկովսկի օդանավակայաններում սահմանափակվել էին ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։ Դե եթե 600-ից 180-ը, ինչպես իրենք ասում են, խփել են կամ ճնշել են, ապա ուր են 420-ից ավել ուկրաինական դրոնները կորել, հա։ Փաստորեն թիրախներ են խոցում, որը Ռուսաստանը փորձում է պարտակել, որպեսզի ոչ ոք չիմանա։ Ամենալուրջ հետևանքները գրանցվել են Բագարոտսկի քաղաքային շրջանում, որտեղ դրոնը հարվածել է Ատլանտ Պարկ թաղամասում գտնվող Վայլդբերիսի պահեստային համալիրին, ինչը հրդեհ է առաջացրել օբյեկտում, ցավոք ոչ այնքան մասշտաբային, որ կցանկանայինք։ Կոլոմնայում բեկորների ընկնելու հետևանքով հրդեհվել է Գլոբուս առևտրի կենտրոնի մոտ գտնվող առևտրային տաղավարը, ինչպես նաև վնասվել են բնակելի շենքի պատուհանները, ԶԱԳՍ-ի շենքն ու տեղի խանութը։ Պավլովո-Պասադսկի շրջանի Կուզնեցի գյուղում ամբողջությամբ այրվել է մասնավոր տուն, իսկ Բուն Պավլովսկի Պասադում կրակը պատել է բազմահարկ շենքի տանիքը։ Ռամենսկայի շրջանում բեկորները ընկել են մասնավոր բնակելի տան վրա, ինչի հետևանքով նաև երեխա է տուժել։ Կացելնիկիում վնասվածքներ են ստացել շինարարական փայտամածերն ու նյութերը նավթավերամշակման գործարանից ոչ հեռու գտնվող կառուցվող բնակելի համալիրի հրապարակում։ Հակաօդային պաշտպանության Ռուսաստանի ակտիվ աշխատանքն ու օդային մարտերը ընթանում էին Մոսկվայի մատույցներում եւ մի շարք այլ շրջաններում։ Դրոնների պայթյուններ ու որսումներ են գրանցվել Ռամենսկայում, Էլեկտրաստալում, Վասկրեսենսկում, Ստուպինոյում եւ Կոլոմնայում, Արեխովո-Զուևոյում եւ Լիկինը Դուլյովոյում հարձակման հետ մղման ժամանակ էլեկտրացանցերի վնասման պատճառով առանց լույսի է մնացել ավելի քան 10,000 տեղացի բնակիչ։ Այսպիսով Ուկրաինան Մոսկվայի մարզի բնակիչներին ցույց տվեց այն, ինչ զգում են Ուկրաինայի սահմանամերձ ու ճակատային շրջանների բնակիչները եւ հաճախ նաեւ Կիևի բնակիչները, եւ եթե մենք հասցրել ենք սովորել եւ ադապտացվել եւ այդքան նշանակություն չտալ թշնամու նույնիսկ բալիստիկ հարվածներին, ապա ռուսները ուկրաինական բալիստիկայի համը դեռ նոր են զգալու մոտ ժամանակներս։ Երկուշաբթի գիշերը օգոստոսի 17-ին Ուկրաինայի զինված ուժերը նույնպես զանգվածային հարձակում են իրականացրել, որի ընթացքում ռուսական կողմի հայտարարությունների համաձայն տարբեր տարածաշրջաններում իբր որսացել են ավելի քան 550 դրոն։ Հարվածի տակ են հայտնվել Բելգրադի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի եւ Ռոստովի մարզերի օբյեկտները։ Բացի այդ, հաղորդումներ են ստացվել Ազովի եւ Սև ծովերի ափերին գտնվող նավահանգստային ենթակառուցվածքներին հրթիռային եւ դրոնների հարվածներ հասցնելու մասին, ինչը լրջորեն սահմանափակել է ռուսական հացահատիկի արտահանման բեռնումները։ Սա Ուկրաինայի կողմից խաղաղության պարտադրում է ի պատասխան Ռուսաստանի անիմաստ հարձակումների։
Երկուշաբթի գիշերը օգոստոսի 17-ին Ուկրաինայի տարածքին հասցվել է Ռուսաստանի կողմից համակցված հարված, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը գրանցել են տարբեր տեսակի 128 ռուսական դրոններ, ներառյալ ռեակտիվ ձևափոխումները, ուկրաինական հոպ ուժերին հաջողվել է չեզոքացնել 106 օդային թիրախ, հարվածների եւ բեկորների ընկնելու փաստերը հաստատվել են 14 վայրերում, որոնց թվում են Օդեսան, Սումին, Նիկոպոլը, Պավլոգրադը, Սինելնիկովան, Կրեմենչուգը, Միրգրոդը եւ Խերսոնը, Պոլտավայի մարզի Կրեմենչուգի շրջանի եւ Կիևի ուղղությամբ հարվածներ են հասցվել բալիստիկ հրթիռներով, Կիևում բեկորների ընկնելու հետևանքով տուժել են Պաչայնա թաղամասի խոշոր գրքի շուկան եւ առևտրային տաղավարները, Սումիում անօդաչուները հարվածել են բնակելի հատվածին, լոգիստիկ եւ պահեստային տարածքներին, ինչի հետևանքով զոհվել է 2 տարեցմարդ, Խարկովի մարզում Իզյում քաղաքում հարվածները հասցվել են կառավարվող ավիաբոմբերով, ավիառումբերով եւ դրոններով, վնասելով առնվազն 15 բնակելի տուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարություն կոչվածի հայտարարության համաձայն այդ հարվածների թիրախներն են եղել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություններն ու ուկրաինական հրթիռների բաղադրիչներ թողարկող գործարանները։ Շատ զվարճալի է սա լսել պարզապես այն պատճառով, որ ռուսական բանակի հասանելիության տիրույթում չկա ուկրաինական որևէ ռազմական գործարան, ես արդեն առիթ եմ ունեցել պատմելու, որ մեր ռազմական գործարանները հիմնականում գտնվում են գետնի տակ եւ Ռուսաստանը չունի համապատասխան հրթիռներ դրանց հասնելու համար։ Օրինակ մենք ունենք հրթիռներ, որպեսզի խոցենք ռուսական նույնիսկ բունկերները, իրենք նման հրթիռներ չունեն։ Այդ իսկ պատճառով ռուսական հարվածները պարզապես անիմաստ իմիտացիա է, դաժան իմիտացիա է, հա։ Ռուսները իրենց պաշտպանության նախարարությանը նույնիսկ հարց չեն տալիս, իսկ ինչպես է ստացվում, որ անընդհատ զեկուցվում է հրթիռների ու դրոնների արտադրության գործարանների խոցման մասին, բայց Ուկրաինայի թե հրթիռները եւ թե դրոնները գնալով ավելանում են։ Հենց այդ պատճառով էլ ես նշում եմ, որ դժվար է խաղաղ անվանել Ռուսաստանի բնակչությանը, որը ընդունում է իր իշխանության բոլոր անմարդկային գործողությունները, իսկ երբ իրենց ստում են, նրանք այնքան են տարվում այդ հիմարությամբ, այդ հիմարությունը լսելով, որ նույնիսկ հարցեր չեն տալիս։ Քննադատական մտածողությունը իսպառ բացակայում է, իսկ հիմնական պատճառը, որում ես ավելի ու ավելի եմ համոզվում, նրանց համակարծիք լինելն է Պուտինի հետ։ Եթե իշխանության վարկանիշը ընկնում է, դա պատերազմի մեթոդներից հիասթափության արդյունք է։ Շատ ռուսներ դեռ հույս ունեն, որ Պուտինը Ուկրաինան ոչնչացնելու այլ միջոցներ էլ ունի, իսկ այդպես կարող են մտածել միայն այնպիսի զավթիչները, որոնք ավելի վատն են, քան ինքը Պուտինը։ Վերջիվերջո Պուտինը չէ անձամբ Ուկրաինայի դաշտերում մարտնչում, չէ, հենց այդ ռուսաստանցիներն են։ Հենց այդ պատճառով էլ Պուտինը ազատորեն առանց խղճի խայթի եւ սեփական բնակչության կողմից կշտամբանքի ենթարկվելու վախի հարվածում է ուկրաինական խաղաղ քնած քաղաքներին։ Երեքշաբթի գիշերը օգոստոսի 18-ին ռուսական բանակը գրոհել է ուկրաինական տարածաշրջանները, նորից կիրառելով շահեդ գերբերատեսակի 147 հարվածային դրոններ եւ դրոն իմիտատորներ, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են հոպի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով 111 դրոնի խոցման եւ ճնշման մասին, այդուհանդերձ հարվածների հետևանքները գրանցվել են 19 վայրերում, հիմնական հարվածներն ու հոպ աշխատանքը բաժին են ընկել Կիևի մարզին, մասնավորապես դրոնների հարձակումից հրդեհ է բռնկվել Բրավարի քաղաքում, որը Կիևի արվարձանն է, հարվածների տակ են հայտնվել նաեւ Զապորոժիեն եւ Զապորոժիեի մարզը, որտեղ քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակարանների ավերածություններ են գրանցվել տասնյակ գյուղերում։ Դե պարզ է, որ այս ամենը անպատասխան մնալ չէր կարող։ Օգոստոսի 19-ի գիշերը Ուկրաինան իրականացրել է եւս մեկ հսկայական հարձակում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մեկ օրվա ընթացքում ռուսական հոպը երկրի ողջ տարածքում որսացել է ավելի քան 1600 ուկրաինական դրոն, այս հարվածը անվանելով հերթական ռեկորդը։ Գիշերվա գլխավոր իրադարձությունը դարձել էր Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի վրա դրոնների զանգվածային գրոհը։ Տեղի բնակիչները արձանագրել են հզոր պայթյունների շարք, որից հետո քաղաքում բարձրացել են թանձր սպիտակ ծխի հսկայական սյուներ։ Հրդեհի օջախը գտնվում է հենց Յակով Սվերդլովի անվան ռազմավարական գործարանի տարածքում, որը ռուսական ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկություններից է եւ մասնագիտացած է օկուպանտների բանակի համար զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Ռուսաստանի մայրաքաղաքը ամսի 19-ի դրությամբ արդեն երրորդ գիշերը անընդմեջ հայտնվել էր
զանգվածային հարվածի տակ, Մոսկվայի քաղաքապետ Սաբյանինը հաստատել է հակաօդային պաշտպանության աշխատանքը քաղաքի մատույցներում, Մոսկվայի մարզում հայտարարվել էր օդային առավելագույն սպառնալիքի ռեժիմ, իսկ անօդաչուների վտանգի պատճառով Ռոսավիացիան կրկին կաթվածահար էր արել Դոմոդեդովո, Վնուկովո եւ Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքը։ Խոճապը հասել է նաեւ Յարոսլավլ, այնտեղ անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով իշխանությունները երեկ առավոտյան ամբողջությամբ փակել էին Մոսկվայի ուղղությամբ M8 ֆեդերալ մայրուղին եւ տեղի օդանավակայանը։ Իմջելուց Յարոսլավլում սա կարծես արդեն բնավորություն է դարձել։ Հենց օդային արձակումը Մոսկվայի ճանապարհն են փակում։ Անօդաչուների արձակման աշխարհագրությունը այդ գիշեր ընդլայնվել էր մինչև Ուրալ, Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում լուսաբացին անօդաչուները գրոհել են արդյունաբերական եւ նավթավերամշակման ձեռնարկությունները։ Տարածաշրջանի ղեկավար Խաբիրովը հաստատել է 6 դրոնի հարձակումը եւ նավթավերամշակման գործարանի կայանքներից մեկին հարվածելու փաստը։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը մեր Telegram-յան ալիքում են։ Հզոր հարվածներ են հասցվել նաեւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի թերակղզու հարավային եւ հյուսիսարևմտյան հատվածներին։ Սևաստոպոլի բնակիչները հայտնել են շարժական գազատուրբինային էլեկտրակայանի շրջանում պայթյունների մասին, եւս մի քանի պայթյուն որոտացել է Յալթայում եւ Գուրզուֆում, որտեղ հզոր հրդեհ է բռնկվել Դարսան բլրի վրա առանցքային էլեկտրական ենթակայանի տարածքում, ինչի հետևանքով Ղրիմ էներգոն պաշտոնապես ճանաչել է էլեկտրաէներգիայի արտահերթ անջատումները։ Ղրիմի հարավային ափի զգալի մասը մնացել է առանց լույսի։ Բացի այդ, պայթյուններ եւ հոբամակարգի աշխատանք են գրանցվել Վլադիմիրի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Սամարայի եւ Ռոստովի մարզերում։ Ռուսաստանի նավթավերամշակման ոլորտի ոչնչացմանը ուղղված Ուկրաինայի ռազմավարական գործողությունը հստակորեն ի ցույց է դնում Կրեմլի տնտեսական հիմքերի խոցելիությունը։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանում ամբողջությամբ կանգնեցված է հզորությունների 2/3-ը, իսկ մնացած գործարանները աշխատում են իրենց հնարավորությունների նվազագույն սահմանում, թողարկելով 26 թվականի գարնան մակարդակի ընդամենը մոտ 20% բենզին եւ 30% դիզելային վառելիք։ Մնացած 1/3 հզորությունները ներառյալ Մոսկվայի, Օմսկի, Ռյազանի եւ Սամարայի նավթավերամշակման գործարանները շարունակում են մնալ ուկրաինական դրոնների ուղիղ հասանելիության գոտում եւ դրանց լիակատար զրոյացումը բացառապես մոտ ժամանակների հարց է։ Նավթի սկզբնական վերամշակման կրիտիկական կայանքներին հասցվող հարվածները կաթվածահար են անում վառելիքի մատակարարումները եւ Պուտինյան ռեժիմին զրկում առանցքային ռեսուրսներից, ստիպելով ռուսական խոշոր բիզնեսին շտապ կարգով դուրս բերել փողերը ազգային ակտիվներից։ Սա արդեն իսկ հանգեցրել է ֆոնդային շուկայի եւ պետական պարտատոմսերի անկման, ստիպելով ֆինանսների նախարարությանը դադարեցնել պետական պարտքի տեղաբաշխման աճուրդները։ Դրոնների կանոնավոր հարձակումներն ու արդյունաբերական օբյեկտներում բռնկվող խոշոր հրդեհները կործանարար ազդեցություն են ունենում ոչ միայն բիզնեսի, այլև շարքային քաղաքացիների ֆինանսական վարքագծի վրա։ Շարունակվող օդային գրոհների եւ հասարակության մեջ աճող խոճապային տրամադրությունների ֆոնին ռուսները սկսել են ռեկորդային ծավալներով գումարներ դուրս բերել բանկային համակարգից։ Վիճակագրությունը փաստում է ավանդների աննախադեպ արտախոսք դեպի կանխիկ ձև, ինչը միայն ամառային ամիսներին կազմել է ավելի քան 1 տրիլիոն ռուբլի, գերազանցելով պատերազմի սկզբնական շրջանի ճգնաժամային ցուցանիշները։ Բնակչությունը առաջնորդվում է պարզ կենցաղային տրամաբանությամբ, վախենալով, որ հանուն ռազմական գործողությունների հետագա ֆինանսավորման Կրեմլը ցանկացած պահի կարող է դիմել ավանդների բռնագրավման կամ խստորեն սահմանափակել կանխիկ միջոցների հասանելիությունը։ Գործարարներն ու խոշոր ներդրողները նույնպես փորձում են փրկել իրենց կապիտալները հնարավոր ազգայնացումից, զանգվածաբար փակելով հաշիվները եւ ֆինանսական միջոցները, արտահանելով արտերկիր Կենտրոնական Ասիայի գործընկեր երկրների միջոցով։ Զանգվածային անցումը ստվերային կանխիկ հաշվարկների եւ կապիտալի փախուստը ակնառու կերպով ապացուցում են, որ ագրեսորի թիկունքը տնտեսական եւ ռազմական հարվածների ազդեցության տակ արագորեն կորցնում է վստահությունը սեփական բանկային համակարգի կայունության նկատմամբ։ Այն դեպքում, երբ ռուսները փորձում են իրենց փողերը փրկել, որոշ Ռուսաստանի հայեր դեռ փորձում են մտնել մեր եթերների տակ Պուտին պաշտպանել, հետաքրքիր է, չէ՞։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բոլոր եթերների նկարագրության մեջ եւ մեկնաբանությունների ամենավերևում։
Հասանք ռազմաճակատի թվերի բաժնին։ Անցած 4 օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 953 մարտական բախում, որոնց ընթացքում մեր մարտիկները ոչնչացրել են ևս 5320 օկուպանտի, նաև 4 օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամու ավելի քան 9819 միավոր տեխնիկա և սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը հասել է արդեն 1,472,640-ի։ Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին Ռուսաստանի հասցված հարվածների հետևանքով նավագնացությունը այնտեղ զգալիորեն կրճատվել է, իսկ բեռնափոխադրումները տեղափոխվել են ցամաքային երթուղիներ, սակայն Ռուսաստանը ավելի շատ է տուժել Օդեսայի նավահանգիստները ռմբակոծելու իր նախաձեռնությունից։ Ուկրաինայի պատասխան գործողությունների արդյունքում Նովորոսիյսկի նավահանգստի աշխատանքը ամբողջությամբ կանգնեցվել է։ Բացի այդ, ուկրաինական հեռահար հարվածների և դրոնների հարձակումների պատճառով կաթվածահար են եղել ու փաստացի դադարեցրել իրենց գործողությունը Սև և Ազովի ծովերի ռուսական առանցքային նավահանգիստները, մասնավորապես Туапսեն, Կավկազ և Տաման նավահանգստային համալիրները, ինչը Ռուսաստանի համար հանգեցրել է հացահատիկի և նավթամթերքի արտահանման գրեթե լիակատար շրջափակման։ Սկսելով Օդեսայի դեմ կամպանիան, Պուտինը հույս ուներ, որ Ղազախստանի միջոցով կազդի ամերիկյան ընկերությունների վրա, որոնք իրենց կողմից ազդեցություն կգործեն Ուկրաինայի վրա, և մենք Պուտինի մտահղացմամբ պետք է ենթարկվեինք Ամերիկային և չհարվածեինք Ռուսաստանին, բայց Պուտինը հիմա անակնկալի է եկել, որ Ամերիկան կորցրել է իր ազդեցությունը Ուկրաինայի վրա։ Դե ինչ ազդեցություն, ոչ ֆինանսական օգնություն կա, ոչ էլ փողով են հիմա զենք վաճառում, տեսնում եք հրթիռների խնդիր կա և մենք Ռուսաստանի բալիստիկայի հարցերը այլ կերպ ենք լուծում, այնպես որ խաղը սկսելուց առաջ Պուտինը նորից սխալվեց, ինչպես նաև ընդհանրապես Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում։ Մի քանի օր առաջ Ուկրաինան օդային հարձակումների ինտենսիվության աննախադեպ բացարձակ առավելագույնը սահմանեց, մեկ օրվա ընթացքում 2 անգամ թարմացնելով պատերազմի պատմական ռեկորդը արձակված դրոնների քանակով։ Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն միաժամանակյա հարձակման մասշտաբները գերազանցել են 1400 օդային թիրախը, իսկ Մոսկվայի մարզում հզոր հարվածի տակ է հայտնվել խոշորագույն լոգիստիկ կենտրոնը, որտեղ Պադոլսկի Կալեդինը ինդուստրիալ պարկում հսկայական հրդեհ է բռնկվել Wildberries ընկերության հսկայական պահեստում։ Ինչպես արդեն գիտեք, հիմա ընդհանրապես քննարկվում է Wildberries-ի լինել-չլինելու հարցը, բայց ինձ թվում է մինչև վերջի 3 պահեստը եվրոպական մասում Ռուսաստանի չոչնչացվի, դեռ ընկերության լիկվիդացիայի մասին խոսելը վաղ է։ Այս նույն խոշոր գործողության շրջանակներում Ուկրաինայի պաշտպանության ուժերը ցավոտ և բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի առանցքային օբյեկտներին խորը թիկունքում, մասնավորապես ուկրաինական հեռահար Ֆլամինգո հրթիռները, որոնց արտադրությունը Firepoint պաշտպանական ընկերությունը տենդագին կերպով հասցնում է ամսական մինչև 200 միավորի, հաջողությամբ ավարտել են Սամարայի Progress հրթիռատիեզերական կենտրոնի արտադրամասերը սահմանից մոտ 900 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև հարվածել են Սավասլեյկա օդանավակայանին, այդ մասին ձեզ տեղեկացրել եմ։ Դրան զուգահեռ Ռոստովի մարզում ուկրաինական դրոնները գրոհել են ռազմավարական նշանակության Կամենսկի կոմբինատը, որտեղ արտադրվում էր պինդ հրթիռային վառելիք, Ուրագան, Սմերչ և Տորնադո S համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչը սպառնում է ռուսական հրետանուն թողնել առանց կրիտիկական նշանակություն ունեցող զինամթերքի։ Ռուսաստանի մայրցամաքային մասին հասցվող հարվածներին զուգահեռ Ուկրաինայի ռազմածովային ուժերը փայլուն գործողություն են իրականացրել օկուպացված Ղրիմում հարվածային դրոնների օգնությամբ, գրոհելով Բաստիոն և հազվագյուտ չափազանց թանկարժեք ափամերձ հրթիռային համալիրի մեկնարկային դիրքերը։ Այս դիֆիցիտային տեխնիկայի ոչնչացումը նշանակում է, որ ռուսական բանակը առնվազն ժամանակավորապես զրկվել է Օնիքս և Ցիրկոն գերձայնային հրթիռներով ուկրաինական հարավային մարզերը գնդակոծելու հնարավորությունից։ Ուկրաինական հեռահար պատժամիջոցների նման կտրուկ և համատարած աճը ուղիղ պատասխան է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ չդադարող ահաբեկչության։ Ռուսական վայրագության ակնառու հաստատումը դարձավ օկուպանտների վերջին դաժան հրթիռային հարվածը Խարկովի մարզի Պեչենեգի ավանին, որտեղ զուտ խաղաղ օբյեկտներին, խանութներին և բնակելի տներին 2 հրթիռային հարվածի հետևանքով զոհվեցին 10 տեղացի բնակիչներ, ևս 17-ը ստացան վնասվածքներ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծեց, որ ավանում չկային որևէ ռազմական թիրախներ և Մոսկվային խոստացավ Ուկրաինայի զինված ուժերի կողմից անխուսափելի կոշտ և լիովին արդարացի պատասխան, ինչն էլ
մենք ականատես ենք լինում վերջին օրերին, Մոսկվան փաստացի օդային շրջափակման մեջ է, Մոսկվա воздушной осаде, իրենց լեզվով ասած, հա։ Երկուշաբթի օրը ուկրաինական տեղեկատվական դաշտում մոնիթորինգային ալիքներից կարևոր տվյալներ հայտնվեցին Ուկրաինայի մայրաքաղաքի համար բալիստիկ սպառնալիքի ժամանակավոր վերացման մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հաջող կանխարգելիչ գործողությունների շնորհիվ արգելափակվել են Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների արձակման կայանքները, որոնք տեղակայված են Ռուսաստանի Բրյանսկի մարզում։ Այս թիրախային գործողությունների արդյունքում ռուսական զորքերը առնվազն 3 օրով կորցրեցին Կիևին հարվածներ հասցնելու համար կրակային դիրքեր դուրս գալու ֆիզիկական հնարավորությունը։ Հարկ է նշել, որ Բրյանսկի ուղղությունը ավանդաբար առանցքային է եղել Կրեմլի համար, քանի որ հենց այնտեղից էին իրականացում դեպի ուկրաինական մայրաքաղաք արձակվող Իսկանդեր-M եւ S-400 բալիստիկ հրթիռների 40-ից մինչեւ 70%-ը թշնամու կողմից այս հարկադրված դադարը եւ նրա անձնակազմերի մշտական մանևրումները ուղղակիորեն կապված են այն բանի հետ, որ Ուկրաինան համակարգված կերպով մեծացնում է սեփական պատասխան հարվածների ինտենսիվությունը հեռահար ֆլամինգո հրթիռների օգնությամբ, ստիպելով օկուպանտներին շտաբ կարգով հավաքել եւ տեղափոխել տեխնիկան խոցման գոտիներից։ Եվ եթե Ուկրաինայի զինված ուժերի նման մեթոդները դառնան պարբերական, ապա Ռուսաստանը կզրկվի կոնվենցիոնալ, այսինքն ավանդական պատերազմում իր վերջին հաղթաթղթից, բալիստիկայի կիրառման հնարավորությունից, բայց ժամանակից առաջ չընկնենք, process-ը նոր է սկսվել, արդյունքները կան, տեսնենք թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Նախորդ եթերում ես անդրադարձա հայ-ուկրաինական օրակարգի ակտիվացմանը, պատմեցի շփումների եւ հեռանկարների մասին, իսկ այսօր այս թեմային ավելացնեմ, որ պետք է առանձնահատուկ նշել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատանքը։ Իմ գործունեության բերումով ես մշտապես կապի մեջ եմ եղել անցած բոլոր տարիների դիվանագետների հետ, այս հարաբերությունները միշտ չէ որ հեշտ են եղել, քանի որ ես բաց չեմ թողել քննադատելու առիթը, եթե կա դրա պատճառը իհարկե, բայց միշտ նշել եմ նաեւ լավ աշխատանք է, երբ դա տեսել եմ։ Այսօր ուզում եմ խորին գոհունակությամբ ասել, որ հպարտանում եմ Ուկրաինայում հայ դիվանագետներով, իհարկե ես միշտ էլ քննադատելու առիթ կգտնեմ, որպեսզի նրանք ել ավելի լավ աշխատեն, բայց ուզում եմ ընդգծել նրանց անձնվիրությունը։ Այս մարդիկ կարող էին աշխատել այլ վայրում, այլ երկրում, բայց նրանք աշխատում են Կիևի ծանրագույն պայմաններում, ռուսական վայրակ գնդագործությունների ներքո, երբ հարվածի տակ կարող է հայտնվել քաղաքում գտնվող ցանկացած ոք։ Հայ դիվանագետները շարունակում են աշխատել եւ աշխատել լավ, հանուն ապագայի, հանուն մեր երկրների հարաբերությունների զարգացման։ Աշխատակիցներից մեկը, ով վերջերս կրկին եկել է Ուկրաինա, նա նախկինում աշխատել էր Կիևում եւ նորից անցել է դիվանագիտական ծառայության, իմ այն հարցին արդյոք չի վախենում, պատասխանեց՝ Մարաջան, կան առաջադրանքներ, պետք է կատարվի, ինչ վախ։ Ստացվում է, որ սովորական հայ դիվանագետները վերածվել են մարտիկների, ովքեր աշխատում են պատերազմական ժամանակաշրջանում եւ աշխատում են լավ, ու այսօր ես ուզում եմ նրանց ասել շնորհակալություն եւ իրոք հպարտանում եմ մեր հայրենակիցներով, թե Հայաստանից եկած դիվանագետները, թե հայ հոգեվորականները Ուկրաինայի հայերի կողքին կրում են պատերազմի բոլոր զրկանքները։ Նրանք մեզ հետ են, թեև մարդկայնորեն կարող էին վախենալ իրենց կյանքի համար եւ հեռանալ Ուկրաինայից, բայց նրանք այստեղ են եւ դրա համար նրանց փառք եւ պատիվ, շնորհակալություն։ Չէի կարող չընդգծել, որովհետեւ գիտեք, ցանկացած հարաբերությունների զարգացման հիմքում կանգնած է դեսպանատան աշխատանքը, իհարկե Երևանից քաղաքական կամքն է կարևոր, որովհետև Կիևից այդ կամքը կա, բայց բոլոր կոնտակտների եւ գործողությունների ծանրաբեռնվածությունը հիմնականում դեսպանատան վրա է, գիտեք, իսկ դեսպանատունը փայլուն կերպով աշխատեց, չէի կարող չնշել։ Պուտինյան ռեժիմին զանգվածային դիմադրության բացակայության խորքային պատճառները թաքնված են ցանկացած սահմանափակում համբերելու ռուսների արմատացած մենտալ սովորության մեջ, որը ձևավորվել է դեռևս համատարած դիֆիցիտի եւ հերթերի խորհրդային ժառանգությամբ։ Ատլանտիկ ամսագիրը նշում է, որ բռնաճնշումների պետական ապարատի հանդեպ վախը, ՖՍԲ-ի դանոսների մատնությունների ալիքը եւ ցանկացած հակապատերազմական ակցիաների դաժան ճնշումը ստիպում են ռուսական հասարակությանը հարմարվել կյանքի պայմանների վատ թարացմանը, այլ ոչ թե դուրս գալ բողոքի ցույցերի։ Նույնիսկ տարեսկզբին Պուտինի վարկանիշերի աստիճանական անկման ֆոնին բնակչությունը շարունակում է անձայն ընդունել իշխանության բոլոր որոշումները, սակայն այս արտաքին հանգստության հետ թիկունքում թաքնված է խորը հիասթափություն, որն ամենավառ կերպով դրսևորվում է օկուպացված տարածքներում, ինչպես հայտնում է ռուս Z բլոգեր Ալեքսանդր Գորնին, Ղրիմում վերջնականապես փլուզվել է վստահությունը ինչպես դաշնային կենտրոնի, ֆեդերալ կենտրոնի, այնպես էլ Կրեմլի
տեղական դրածոների հանդեպ, թերակղզում ծավալվում է պարենային, բանկային եւ վառելիքային սուր ճգնաժամ, մարքեթփլեյսերը գրեթե դադարեցրել են աշխատանքը, իսկ տեղի բնակչությունը արագորեն կորցնում է եկամուտներն ու աշխատատեղերը, ինչը ստիպում է շատ պրոռուսական հայացքներ ունեցող քաղաքացիների պատրաստվել դեպի Ռուսաստանի տարածաշրջաններ հրատապ տեղափոխմանը, դե պարզ է Ուկրաինայի կողմ չեն կարող անցնել, որովհետեւ ռազմաճակատի գիծն է, Ղրիմից շատ անհարմար է։ Միևնույն ժամանակ ինքը Վլադիմիր Պուտինը եւ կրեմլյան էլիտայի առանցքային ներկայացուցիչները, ներառյալ Դմիտրի Պեսկովը, Միխայել Միշուստինը, Գերման Գրեֆը եւ Ալեքսեյ Միլերը փաստացի փախել են Մոսկվայից եւ Սոչիից, վախենալով դրոնների եւ հրթիռների կանոնավոր հարվածների տեսքով Ուկրաինայի կողմից իրականացվող պատժից, դիկտատորն իր ողջ հանրային ակտիվությունն ու աշխատանքային հանդիպումները տեղափոխել է Ուրալից այն կողմ, փակ էլիտար նստավայրեր, կառուցված Սիբիրում եւ Ալտայում, ուր դեռևս չեն հասնում ուկրաինական խոցման միջոցները։ Դրան զուգահեռ Կրեմլը տենդագին կերպով նոր սողանցքներ է փնտրում միջազգային տնտեսական պատժամիջոցները շրջանցելու համար, ինչպես բացահայտել են անկախ տնտեսագետները, պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ոսկին Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի շուկաներում վաճառելու նոր լվացքատուն է դարձել Ադրբեջանը, ասեք, որ հետաքրքիր պնդում է այն ֆոնին, երբ պետական հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև կարծես վատացել են, ադրբեջանցի համայնքից մարդիկ են արտաքսվում Ռուսաստանից, բայց արի ուտես, որ նման մեղադրանք հենց ռուս անկախ փորձագետների կողմից տարեկան ընդամենը 3 տոննա ոսկու սեփական չնչին արդյունահանման պայմաններում Բաքուն առաջին կիսամյակում արձանագրել է դեպի արտաքին շուկաներ թանկարժեք մետաղի պաշտոնական արտահանման անոմալ թռիչք, ավելի քան 12 անգամ, այս կասկածելի մատակարարումներից վաստակելով ավելի քան 3.5 միլիարդ դոլար, այդուհանդերձ տնտեսությունը ջրի երեսին պահելու Մոսկվայի հնարավորությունները արտաքին ճնշման ներքո արագորեն կրճատվում են, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Եվրոմիության աշնանային խոշոր պատժամիջոցների փաթեթի մասին, որը խոստանում է դառնալ ամենաուժեղ հարվածը Ռուսաստանի ռազմական մեքենային լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Սպասվում է, որ նոր խիստ սահմանափակումները միանգամից 1/3-ով կընդլայնեն պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակները, գործող եվրոպական պատժամիջոցները արդեն իսկ զրկել են ռուսական տնտեսությունը ավելի քան 1 տրիլիոն եվրոյից, իսկ սպասվող փաթեթը պետք է վերջնականապես փակի ագրեսիայի ֆինանսավորման ուղիները եւ ուժեղացնի Պուտինյան ռեժիմի միջազգային մեկուսացումը այնքան ժամանակ, մինչեւ Մոսկվան ստիպված լինի ամբողջությամբ դադարեցնել մարտական գործողությունների վարումը Ուկրաինայի դեմ։ Իդեպ հետաքրքիր է, որ ոսկու մասին լուրը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում է հրապարակվել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, միգուցե Ադրբեջանը հերքի։ Իրավիճակը բավական պիկանտ է, այսպես ասեմ, որովհետև արտաքին դաշտում Ալիևը միշտ դեմոնստրատիվ կերպ Ուկրաինային աջակցություն է հայտնում, բայց արի ուտես, որ նման մեղադրանքներ են հայտնվել, մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը։ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ գլոբալ աշխարհաքաղաքական խաղը ավելի ու ավելի անկանխատեսելի բնույթ է ստանում, հավասարակշռելով ուժի արմատական կիրառման սպառնալիքների եւ գաղտնի կուլիսային դիվանագիտության միջև։ Մի կողմից ամերիկյան քաղաքական դաշտում լուրջ քննարկումներ են բռնկվում մերձավոր արևելյան ուղղության շուրջ, նախկին կոնգրեսական Մերջերի Թեյլոր Գրինը բացահայտորեն հայտարարում է, որ Սպիտակ տանը ռազմավարական հաղորդակցությունների ժամանակ լրջորեն քննարկվում է Իրանին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու սցենարը, մյուս կողմից դեմոկրատական հայացքներ ունեցող Financial Times պարբերականը բացահայտում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության լիովին այլ թաքնված կողմ, ցույց տալով Սպիտակ տան պատրաստակամությունը բռնապետական ռեժիմների հետ սեպարատ առանձին շփումների մեջ մտնելու հարցում։ Դե Հյուսիսային Կորեայի մասին Թրամփի հայտարարությունները ամենայն հավանականությամբ լսել եք։ Լրագրողները պարզել են նաև, որ Ամերիկայի գեղեցիկ արվեստների հանձնաժողովի ղեկավար Ռոդնի Միմս Քուք կրտսերը գաղտնի այցելել է Սանկտ Պետերբուրգ միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու քողի տակ, ձևակերպելով դիվանագիտական անձնագիր եւ անցնելով փակ բրիֆինգներ։ Թրամփի այս ոչ ստանդարտ բանագնացը ոչ հրապարակային հանդիպումներ է ունեցել Վլադիմիր Պուտինի խորհրդական Անտոն Կաբյակովի հետ, Կրեմլի ղեկավարին փոխանցելով ամերիկյան առաջնորդի անձնական ողջույնը, ինչինի պատասխան ստացել է խորհրդանշական հոկեյի տափողակ։ Այս գաղտնի առաքելությունը, որը Վաշինգտոնը նախկինում հրապարակայնորեն հերքում էր, ակնառու կերպով ապացուցում է, որ քանի դեռ
Թրամփի վարչակազմը հանրությանը ի ցույց է դնում կոշտություն եւ քննարկում արմատական ռազմական սցենարներ Մոսկվայի դաշնակիցների դեմ, կուլիսների հետևում ամբողջ թափով ընթանում են Պուտինի շրջապատի հետ ուղիղ ոչ պաշտոնական երկխոսություն հաստատելու փորձերը։ Ինչու կուլիսների հետևում, որովհետեւ ամերիկացի ժողովուրդը դեմ է դրան։ Ի վերջո Թրամփը ավելի շատ կոմերսանտ է, քան քաղաքական գործիչ, եւ դա սպասելի է Ուկրաինայի համար, իրոք անակնկալ չէ, տեսնելով, որ Ուկրաինայի վրա ազդեցությունը կորցրել է, Թրամփի ադմինիստրացիան Զելենսկու դեմքին ժպտում է, բայց տակից փորձում է Ուկրաինայում իշխանափոխություն անել, իբր կոռուպցիայի դեմ պայքարող ստրուկտուրաները արևմտյան արժեքները պահպանելու փոխարեն պարզապես տեղեկատվական ներքին պայքար են սկսել Ուկրաինայում իշխանափոխություն անելու նպատակով։ Հիշում եք, երբ Ֆյոդորովի այս շարժումները սկսվեցին, ես ձեզ ասացի, որ սա պարզապես պաշտպանության նախարարության պաշտոնի կռիվ չէ, սա այլ բան է, եւ հիմա տեսնում ենք, որ արտաքին ուժերը, մասնավորապես Թրամփի վարչակազմը խաղեր է տալիս, երբ Զելենսկին նոր պաշտպանության նախարարի տեխնատությունը մցրեց պարլամենտ, Ֆյոդորովը կոչով դիմեց ուկրաինացիներին ընտրություն անել պատերազմի ժամանակ, իսկ հենց գիշերը, իմիջիայլոց շատ հաճախ այդ արևմտյան կառույցները գիշերն են գործողություններ անում, հայտնել են նոր կոռուպցիոն բացահայտությունների մասին, փաստացի կոռուպցիոն բացահայտությունները ինչ-որ տարօրինակ կերպով համընկնում են Ամերիկայի շահերը սպասարկման հետ, երբ որ օֆիցիալ Կիևի քայլերը դուր չեն գալիս Ամերիկային, դե պարզ է, ուժեղացող Ուկրաինան մրցակից է Ամերիկայի համար, հատկապես Թրամփի պես մարդը սիրում է առաջինը լինել։ Ինչևէ, մենք կշարունակենք ժպտալ Թրամփի ադմինիստրացիային, բայց մեր գործը անել, իսկ դրսի ուժերին ծառայողների ճակատագիրը Ուկրաինայի ժողովուրդը կորոշի, Ուկրաինայի ժողովուրդը, իմաստուն ժողովուրդը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի եւս մեկ աղմկահարույց թեմա, որը փաստում է պատերազմի աշխարհագրության ընդլայնումը։ Ռուսաստանի եւ Բելարուսի սահմանը վերածվել է իսկական մոխրագույն գոտու։ Օրերս Բրյանսկի եւ Գոմելի մարզերի սահմանին անցակետում դրոնների կողմից թիրախային հարված է հասցվել իրանական համարանիշներով մի քանի բեռնատարների։ Թուրք վարորդների նկարահանած կադրերը փաստում են, որ հարվածի հետևանքով լիովին մոխրացել են իրանական երկու բեռնատարներ, վնասվել է բելարուսական մի բեռնատար եւ վիրավորվել են բելարուս զինվորականներ։ Ուշագրավն այն է, որ թե Մինսկը, թե Թեհրանը եւ թե Մոսկվան այս միջադեպի շուրջ բացարձակ լռություն են պահպանում։ Սա ակնառու կերպով ապացուցում է, որ Ուկրաինան հստակ տեսնում եւ ոչնչացնում է Թեհրանից եկող ռազմական մատակարարումների գաղտնի շղթաները դեռևս Ռուսաստանի խորը թիկունքում։ Այս ամենի ֆոնին մինչ Ուկրաինան հստակորեն ոչնչացնում է Թեհրանից եկող ռազմական մատակարարումների գաղտնի շղթաները հենց Ռուսաստանի եւ Բելարուսի սահմանին եւ մոխրացնում իրանական բեռնատարները, ինքը Իրանը անցել է ուղղակի սպառնալիքների Ամերիկայի եւ Եվրոպայի դեմ, ինչպես հայտնում է Financial Times-ը, Իրանի ղեկավարությունը դիտարկում է Թրամփի գործողություններին ի պատասխան հարվածների աշխարհագրությունը ընդլայնելու եւ Եվրոպայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու սցենարները, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը գնա պատերազմի էսկալացիայի, որպես պոտենցիալ թիրախներ նշվում են հարավ-արևելյան Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայանները, մասնավորապես Բուլղարիայի Բեզմեր ավիաբազան, ինչպես նաև Կիպրոսում գտնվող բրիտանական օբյեկտները։ Բացի այդ, Իրանը մշակում է Հորմուզի նեղուցում գտնվող ստորջրյա օպտիկա մանրաթելային կապի մալուխների ոչնչացման պլանը, ինչը կարող է գլոբալ տեղեկատվական կոլապս առաջացնել։ Թեհրանում Թրամփի հետ լայնամասշտաբ բախման վերսկսումը այլևս համարում են ոչ թե հիփոթետիկ սցենար, այլ պարզապես ժամանակի հարց։ Թեև իրականում իրենց ռազմական բեռները տեղ հասցնելու հարցում նրանք արդեն հիմա լուրջ խնդիրներ ունեն նույն ուկրաինական հարվածների պատճառով։ Անցած գիշեր արձանագրվեց օդային պատերազմի աննախադեպ էսկալացիա, որը վերածվեց հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական դրոնների զանգվածային հարձակմանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր պաշտոնապես ընդունել պատմական մասշտաբի հարձակումը, հայտարարելով երկրի միանգամից 19 տարածաշրջաններում, այդ թվում խորը թիկունքում, ռեկորդային 726 դրոնների իբր որսման մասին։ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների աշխարհագրությունը ընդլայնվել է մինչև կրիտիկական արդյունաբերական հանգույցներ Թաթարստանում սահմանից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա հարձակման է ենթարկվել Նիժնեկամսկի արդյունաբերական գոտին, որտեղ հարվածի տակ են հայտնվել խոշորագույն նավթավերամշակման համալիրներ Տանեկո եւ Տաիֆ
N կան, միևնույն ժամանակ Կրասնոդարի երկրամասում դրոնները հաջողությամբ գրոհել են եւ կաթվածահար են արել Taman Neftegaz ռազմավարական ծովային նավթային տերմինալը։ Մոսկվայի մատույցներում տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն ֆիքսվել է մոտ 250 դրոնների շարժ, ինչը հանգեցրել է մայրաքաղաքի օդանավակայանների հերթական կաթվածին եւ համատարած օդային տագնապի ռեժիմի ներդրմանը։ Մոսկվայի երկնքում փայթյուններ էին հնչում, հարվածի տակ են հայտնվել նաեւ լոգիստիկ օբյեկտները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ վերջին շրջանի պարբերական հարվածների արդյունքում Ռուսաստանի տարածքում շարքից դուրս է բերվել Wildberries ընկերության 10 խոշորագույն բաշխիչ կենտրոններից արդեն 7-ը։ Ռուսական աղբյուրները հայտնում էին զոհերի մասին Բրյանսկի մարզում, դե ամենայն հավանականությամբ նորից իրենց հոբն է վատ աշխատել։ Միևնույն ժամանակ Կրեմլը շարունակելով իր անիմաստուն նենգ-ագրեսիան հերթական մասշտաբային ահաբեկչական գործողությունը իրականացրեց Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ։ Հինգշաբթի գիշերը Կիևն ու մարզը ենթարկվել են համակցված հարձակման, բալիստիկ եւ թևավոր հրթիռների, ինչպես նաեւ տասնյակ հարվածային դրոնների կիրառմամբ։ Ռուսական բանակը ուկրաինական մայրաքաղաքի ուղղությամբ արձակել է ծանր բալիստիկ սպառնալիքի ողջ արսենալը, ներառյալ դիֆիցիտային գերձայնային Օնիքս եւ Ցիրկոն, Իսկանդեր M եւ S-400 էրզաց բալիստիկ հրթիռները։ Ուկրաինական հոբ ուժերին հաջողվել է չեզոքացնել հարվածային դրոնների եւ թևավոր հրթիռների զգալի մասը 168-ից 145-ը, սակայն թշնամու բալիստիկ հարվածները հանգեցրել են ավերածությունների եւ զոհերի Կիևում։ Հրթիռային հարվածներն ու բեկորների ընկնելը գրանցվել են Կիևի Սվյատոշինսկի, Դարնիցկի եւ Սալոմենսկի շրջաններում։ Սալոմենսկի շրջանում բալիստիկան գրեթե ամբողջությամբ ավերել է 9 հարկանի բնակելի շենքի վերին հարկերը եւ վնասել մանկական հիվանդանոցի շենքը։ Եթերի պատրաստման պահի դրությամբ պաշտոնապես հաստատված էր մայրաքաղաքի 15 բնակչի մահը, եւս մոտ 40 մարդ ստացել էր ծանր վնասվածքներ, իսկ փրկարարները ժամեր շարունակ դուրս են բերում մարդկանց փլատակների եւ այրվող թաքստոցների տակից։ Կիևի մարզում, մասնավորապես Բրավարիի եւ Բարիսպոլի շրջաններում հարվածները վնասել են վառելիքային ենթակառուցվածքների օբյեկտները, խլելով եւս մեկ մարդու կյանք։ Այս ստոր գնդակոծության զոհերի հիշատակին Կիևում պաշտոնապես սգո օր է հայտարարվել վաղը։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ Ուկրաինայի ռազմական եւ ստրատեգիական հարվածների ֆոնին Ռուսաստանի կողմից գնդակոծությունները պարզապես ահաբեկչական բնույթ ունեն, ինչը, ինչպես արդեն ասացի, եթերի ընթացքում բոլորովին անիմաստ է։ Ուկրաինան շարունակում է իր կործանարար հարվածները Ռուսաստանին եւ հեռահար հարվածներով եւ մարտի դաշտում։ Ուկրաինական բանակը, ինչպես արդեն ասացի, անցած 4 օրում ոչնչացրել է 5320 ռուսաստանցի զավթչի։ Իդեպ ցիտեմ ուկրաինական գենշտաբի ռելիզների այն մասը, ինչը չկար մինչ այս պահը թվարկած ուկրաինական հարվածների ցանկում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրության համաձայն Ուկրաինայի պաշտպանության ուժերը հաջողությամբ խոցել են հակառակորդի կառավարման կետերն ու զինամթերքի բազաները, մասնավորապես ոչնչացվել է զինամթերքի խոշոր պահեստ Դոնեցկի մարզի Կարլովկա բնակավայրում, ինչպես նաև օկուպանտների հրամանատարական կետը Ցերնի շրջանում։ Բացի այդ, ուկրաինացի մարտիկները ոչնչացրել են թշնամու դրոնների կառավարման միանգամից 5 կետեր, դրանցից 2-ը գտնվում են Ռուսաստանի Բելգրադի մարզի Ուստինկա եւ Ժուրավլյովկա սահմանամերձ բնակավայրերում, իսկ 3-ը Զապորոժիեի մարզի գրավյալ տարածքի Նովոիվանովկա, Նովոյե եւ Մալեյե Շերբակի գյուղերում։ Ղրիմում իրականացված գործողության ընթացքում թիրախային հարված է հասցվել Գվարդիեյսկայի շրջանում հարվածային դրոնների պահման եւ արձակման բազային, Նովոֆյոդորովկայում ոչնչացվել է Օրիոն դրոնների վերգետնյա կառավարման կայանը, իսկ Խերսոնի մարզի Տենդրովյան կասայում խոցվել է դրոնների կապի եւ սնուցման կետը։ Օգոստոսի 19-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը ծանր հարված են հասցրել Զապորոժիեի մարզի գրավյալ հատվածի Մալաչանսկի շրջանում Մալոչնայա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամրջին, որը թշնամին օգտագործում էր ռազմական լոգիստիկայի համար։ Նույն գիշեր խոցվել են հակառակորդի դրոնների 3 պահեստներ Դոնեցկի մարզի Նովոպետրիկովկա եւ Նովոտրոիցկայի բնակավայրերում, ինչպես նաև Լուգանսկի մարզի Լաբաչովեում։ Հաջողությամբ խոցվել են նաև Խերսոնի մարզի Վերխնի Ռգաչիկի շրջանում դրոնների կառավարման կետը, Լուգանսկի մարզի Գաձիևկայում նյութատեխնիկական ապահովման պահեստը եւ Լիսիչանսկում թշնամու սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրը։ Այսօրվա հարվածների ցանկը պարունակում էր եթերի պատրաստման պահին եղած գենշտաբի ռելիզի տվյալները։ Մադիարի թռչունները նորից ամբողջությամբ հանգցրել էին Ղրիմի լույսը։ Ղրիմի
մի թերակղզու էներգետիկ կոլապսի հետևում կանգնած են Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հռչակավոր Մադյարի թռչուններ ստորաբաժանման մարտիկները հենց նրանց իրականացրած բարձր ճշգրտության գիշերային գործողության ընթացքում Յալտայում, Գուրզուֆում ոչնչացվել են առանցքային էլեկտրականի ենթակայաններ, ինչը լիովին հոսանքազրկել է հարավային ափի զգալի մասը եւ հերթական ծանր հարված է հասցրել օկուպանտների թիկունքային լոգիստիկային։ Ղրիմում այս հարվածները հենց այնպես չեն հասցվում, այնտեղ Ռուսաստանը մեծ հարվածային ստորաբաժանումներ էր տեղակայել։ Հարվածները հասցվում են եւ ռազմական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի ռուսական բանակը զրկվի բոլոր միջոցներից։ Անցած եթերում ասել էի, որ ուկրաինական կողմը խոցել էր ռուսական նավեր, կան մանրամասներ, ուկրաինական պատասխան հարվածների եւս մեկ ջախջախիչ արդյունք է դարձել Սևծովյան նավատորմի մնացորդների փաստացի լիկվիդացումը։ Նավառասիսկի նավահանգստի վրա իրականացված համակցված հարձակման ընթացքում ռազմածովային դրոնների եւ հրթիռների հարվածներից ծանր վնասվածքներ են ստացել Ռուսաստանի ամենավտանգավոր նավերը Ադմիրալ Մակարով եւ Ադմիրալ Էսեն ֆրեգատները։ Այս նավերի շարքից դուրս գալը նշանակում է, որ Ռուսաստանը Սևծովում լիովին զրկվել է կալիբր տեսակի թևավոր հրթիռների կառավարելի արձակման վերջին վերջջրյա գրողներից։ Ուկրաինան մոտ է վերջնականապես խլելու Կրեմլից ծովային գերիշխանության ամբողջ գործիքակազմը, դեռ կան սուզանավերը, բայց սուզանավերից արձակված կալիբրները ավելի փոքր դրամաչափի են։ Ճիշտ ասած, կալիբրները ուկրաինական հոպը ամբողջությամբ խոցում է, բայց այնուամենայնիվ պետք է ոչնչացնել բոլոր հնարավոր արձակման միջոցները Ռուսաստանի, այդ իսկ պատճառով հարվածները հասցվում են նաև նավատորմի այդ մնացորդներին։ Եվ վերջում քաղաքական նոտայով ավարտեմ եթերը, վերադառնալով Ադրբեջանի թեմային, զգում եք, որ ոսկու լվացման մասին տեղեկությունների ֆոնին ռուս-ադրբեջանական հանրային կշտամբանքները ամենայն հավանականությամբ Պուտինի հետ համագործակցության մասին լուրերը կոծկելու համար են, որ մարդիկ լսելով ոսկու լվացման լուրը անմիջապես տեսնեն նաև Ադրբեջանը ռուսական, այսպես ասած, փոխհրաձգությունը հանրային դաշտում եւ չհավատան ոսկու մասին լուրին։ Համենայն դեպս մենք հետևելու ենք, թե ինչպես կզարգանա կամ կմարի ոսկու լվացման մեղադրանքների թեման։ Այսքանով ցանկանում եմ ավարտել մեր եթերը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում։ Մինչ նոր հանդիպում, մնացեք բարով եւ ամենագլխավորը՝ անփորձանք։